Իմ երեկվա գրառումից եք հասկացում հարցերը, հասկացա։ Բացը ամենտեղ եմ նկատում, եթե ինքս եմ կոչանում լինել ազնիվ, ապա օրինակն էլ ծառայել եմ հատկապես կալանքից դուրս գալուց հետո եւ հիմա էլ այդ օրինակն եմ ուզում լինել ազնվության, կարծում եմ, որ քանիցս ասել եմ, ընտրությունները օրացուցային քաղաքական միջոցառում են, որոնք տեղի են ունենալու վաղ թե ուշ, ամանորի նման կամ ապրիլի 7-ի նման, դա օրացույց է, դա տեղի է ունենալու եւ դրան պատրաստվելուն զուգահեռ ինձ համար մի քիչ տարակուսել է, որ այնուհանդերձ առաջին պլանում քաղաքական օրակարգում այս պահին որպես հավաքական ընդդիմության օրակարգ չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսին են հավոր պատշաճի բարձր մակարդակյա, չեն գտնվում այնպիսի հարցեր, ինչպիսին են առաքելական եկեղեցու պաշտպանությունը նիկոլական հարձակումներից, ինչպիսին է քաղբանտարկյալների ազատության համար պայքարը, ինչպիսին է Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ հյուսվող գեոպոլիտիկ սարդոստայնի գնալով ավելի խտացող վտանգները եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք ընտրությունների ենք պատրաստվում ձևակերպման զուգահեռ այնուհանդերձ պահանջում են առաջնահերթ գործողություններ, որովհետեւ կարող է ընտրությունները լինեն այն պահին, որ արդեն ուշ լինի։ Բոլորը խոսում են դրա։ Այո, Արցախն էլ է խոսույցից դուրս եկել ու բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնք որ ես չեմ կարող բացատրեմ, կամ եթե ինձ բացատրում են, ես չեմ կարողանում համակերպվել այդ բացատրության հետ, թե ինչու ընտրություններին պատրաստվելը զուգակցվում է, այսպես ասած, օպերատիվ քաղաքական հիշողության ծավալի նվազումով կամ առնվազն ինտենսիվության անկմամբ։ Պարոն Աշոտյան, նայեք, մի ճշգրտում էլի, նայեք, դուք ասում եք միավորման կարևորությունը ընդդիմության ներսում միանալու միասնության կարևորությունը։ Բոլորը կարծեք այդ շեշտադրումները սկսել են անել, բայց այդպես էլ մենք միավորման, միասնականության չենք տեսնում։ Ազնիվ խոսում ենք, նախ եկեք բառապաշարը հստակեցնենք, հա, որտեղ միավորումը մի բան է, միասնությունը այլ բան է։ Եվ այստեղ Գրիգորի Չիսականջը չի, բայց սա գալուստիզմ չէ, սա իրականում այդպես է, մի բան միավորումն է, մի բանը միասնությունն է։ Միասնությունը կարող է լինել առանց միավորման, երբ որ ընդդիմադիր դաշտը գալիս է ընդհանուր հայտարարի, կոնսենսուսի, որոշակի սկզբունքների շուրջ։ Միավորումը ուրիշ բանի մասին է, միավորումը միասնական քաղաքական ցուցակի եւ այլ, այսպես ասած, թիմավորման մասին է, որի անհրաժեշտությունը բնականաբար չկա եւ մյուս կողմից էլ իհարկե պետքա ֆիքսել այդ մյուս ծայրահեղության վտանգը ձայների փոշիացման մասով, սա նույնպես պետքա ֆիքսել, դա արդար եւ ազնիվ մտահոգություն է։